Շարունակում ենք ծրագիրը եւ այս հատվածում մեզ է միացել վերլուծաբան Արմեն Չիբուխչյանը, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Հավանաբար սկսենք պարոն Լավրովի, այո, այսպես ասենք, մեր ներքին գործերին խառնվելուց, ու մանավանդ այս նախադասությունից, որ ինձ շատ բրդովեցնում է, չենք ուզում, որ հայ եկեղեցին ենթարկվի անհիմն հարձակումների, ըստ էության առանց որևէ լուրջ հիմնավորման։ Նման ծանր հայտարարություն անում, երբ որ մենք ժապավեններն ունենք, որ այդ մարդիկ խոսում են, վիդեոներն ունենք, երբ որ ուղիղ եթերում քարոզում են այս ամեն ինչը, էլի։ Անում եւ ինչու այս ամեն ինչը արվում, ասենք, ոչ թե Պեսկովի, Զախարովայի մակարդակով, այլ հենց արտգործնախարարի մակարդակով է այս падգամը մեզ ուղարկվում։ Տեսեք, նախ էլի այստեղ մենք էլ ենք մեկ-մեկ այդ բանը գործում, սխալը գործում ու պետքա, այսինքն ուղղակի խոսակցականի մեջ մենք սխալ ենք անում, երբ որ եկեղեցի ենք ասում։ Այսինքն սայթակում ասկու երբեմն այդ հոգևորականներս ասում են եկեղեցին էսպես եկեղեցին չի ասե այսինքն նախ պետք է առանձնացնել հոգևորականներին եկեղեցին եւ եկեղեցականները այո սա շատ կարևոր է ու շատ վտանգավոր է ու մենք էլ ինձ էլ եմ ասում ավտոմատ մեկ-մեկ ասում ենք եկեղեցի որը կոպիտ սխալ է առավելևս որ բարեբախտաբար գոնե իր իշխանությունն էլ է ասում որ բայց անկեղծ ասեմ քեզ Արմեն եկեղեցին շատ հարաբերական հասկացություն ոնց որ թատրոնը հիմա եկեղեցին շենքն է թե գաղափարն է, ես չգիտեմ։ Ճիշտ եք ասում, հենց այդ եմ ասում։ Բայց եկեղեցական, որ ասում ես, ես արդեն հասկանում եմ, որ եկեղեցու ծառան է։ Եթե այդպես վերցնենք, այո, եւ գաղափարն է, եւ շենքն է, եւ հավատն է, եւ այլն, բայց եթե հոգեվորականը չի մտնում այդ տրամաբանության մեջ, նույն հոգևորականը չի տեղավորվում դրա մեջ, ուրեմն նա կապ չունի եկեղեցու հետ, եկեք այսպես, բայց ամեն դեպքում այստեղ խնդիր կա, որ Լավրովը փորձում է դա իշխանության մտադրությունները կդնենք մի կողմ, մինչև վերջը ես էլ չեմ հասկանում իրանք ինչ ուղղությամբ են տանում այս ամբողջ աժիոտաժը, որը կարելի է շատ ավելի հանգիստ անել։ Կա հոգևորական, որ մեղավոր է, պետք է տանել, պատժել, նստացնել, հանգիստ ներկայացնել հոդվածը, բայց դե այդ փուլում են հիմա ձերբակալեցին, վաղը դատարան, հետո մեղադրանք, հասկանում եք, ամեն ինչը չպետք է սկսեր, ասենք օրինակի համար այդ աժիոտաժից, չգիտեմ, դու քերակին բան եւ այլն, ասենք կոնկրետ։ Դա ուրիշ բան, այո։ Ասածս դա էր, կոնկրետ խնդիր կար, գնում եք, ասում եք, կապ չունի, սա ես մարդ հանցագործել, ուզում է հեղափոխության շրջումանի ռազմական էնել, սրան ձերբակալում ենք սրա համար եւ հավատացեք շատ ավելի քիչ հարցեր կներ, այս է ասած։ Հիմա Լավրովի պարագայում, տեսեք, այս իրավիճակում բնականաբար մենք բազմիցս ասել ենք, որտեվ իրենք ամենուր ունեն մխրճված գործակալականցած եւ եկեղեցին դրանցից մեկն է, եկեղեցու մեջ իրենք ներդրել են, այո, բազմաթիվ բավականին լուրջ ուրեմն ցանց ինչքան հասկանում եմ, նաև հաշվի առնելով այն կադրերը, այն տեսանյութերը, այն գործողությունները, որ տեսել ենք հատկապես Մոսկվայում, Ռուսաստանում, թեմի առաջնորդը այնտեղի գիտեք եզրացն է, Կարագինի եղբայրն է, եւ բնականաբար իրենք չեն կարող չանհանգստանալ այս պարագայում, որտեղ այդուամենայնիվ մենք գիտենք, որ Աջապահյանը նույն ռուսական բազայի կողմնակիցն է, ռուսների ներկայության կողմնակիցն է, ընդ որում ջերմ ջատագովը եւ այլն այսպես շարունակ, հա։ Ամեն դեպքում իրենք կորցնում են ինչ որ լծակ, որը իրենց բան չի, բայց գլոբալ, եթե մենք ուրիշ տեսանկյունից ենք նայում հարցը, նախ չենք կարող չընդգծել, քանի որ մենք միշտ ընդգծում ենք բանը, երբեք Հայաստանը այսպիսի պատասխան չէր տվել Ռուսաստանին, ընդգծենք այդ առումով Արադ Միրզոյանի պատասխանը այո, այսինքն հա, այսպես անգամ այդ ծաղրանքով սիրելի իմ գործընկեր Լավրովին ուզում ասեմ հեռու մնա այս տարբերակով, հա միջամտի եւ ամենակարևորը դա արվեց Կայա Կալասի կողքին։ Դա կրկնակի հետարքիր էր այդ պահը, սիմվոլիկ բանումներ, սիմվոլիկ էր եւ կրկնակի։ Մենք այստեղ մենակ չենք։ Այլ հարցը, թե այս ամբողջ ինչ որ կատարվում է, մեր գլխավոր խնդիրն է, հիմա որը բավականին բարդ խնդիր է, հասկանալ, թե այս process-ները ինչ որ կատարվում է։ Ու ընդ որում զուգահեռ տեսնում ենք Ադրբեջան-Ռուսաստան process-ները կատարվում։ Երկու օրում բավական խառն հարաբերություն։ Այո, դուք հիմա տեսեք ինչ, այսինքն զուգահեռ երկու տրեկով գործընթաց է գնում եւ պետք է հասկանանք այս ամբողջ աժիոտի հիմա տեսեք տպավորություններ ստեղծվում, որ Հայաստանն ու Ադրբեջանը երկուսով առաջ են ընկել աշխարհին ցույց տալու թե ով է ավելի հակառուսական process-ներ գեներացնում, ընդ որում այս պարագայում որ մերոնք սկսել էին այդպես եւ այլն Ադրբեջանը տվեց անցավ, հիմա այնտեղ ընդհանրապես բայց ադրբեջանցիք շատ կոնկրետ
պատճառ ունեին երկու ադրբեջանցի քաղաքացու Ռուսները ասում են դա մեր քաղաքացիներն են, չգիտեմ, դե այնտեղ երկքաղաքացիության թեմա կարող է լինի, այո։ Սպանվեցին, չէ, ձերբակալության բանի ժամանակ եւ որը մեծ վրդովություն առաջացավ։ Այո, դա այլ թեմա է, եթե հասնենք դա ընդհանրապես կարելի է խոսել, որ թե ինչի Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները, որտեղ ես արդեն տեսնում եի այդ տենդենսը, Ալիևը, որ հիշում եք, ես տաղավարում եմ քանի անգամ ասեցի, որ Ալիևը արդեն հույս չի դնում Մոսկվայի վրա բանի պայմանագրի հետ կապված, Միչանսկի հետ պայմանագրի հետ կապված, իշմեք վերջերս խոսում էինք այդ մասին եւ դա չէր կարող դուրս չգալ Մոսկվային, դա առանձին թեմա է։ Հիմա վերադառնանք բանին, տեսեք, ուրեմն մի քանի օր առաջ, 2-3 օր առաջ տեղեկություն հայտնվեց, որ ուրեմն ուկրաինական մամուլը տեղեկություն հրապարակեց, որ 4 երկիր խստացնում է սահմանափակումները Ռուսաստան խստացրել է արդեն անգամ սահմանափակումներ Ռուսաստան երկակի նշանակության ապրանքների վերարտահանում։ Եվրոմիությունը, Եվրոխորհուրդը։ Լրջագույն ձևով, ուրեմն Ղազախստան, Ղրղստան, Հայաստան, Վրաստան, 4 երկիր։ Եվ ուկրաինական մամուլից տեղեկանում ենք եւ այնտեղի վերլուծական հարությունից, որ սանկցիաների կիրառման վտանգի տակ պարտադրվել է այս 4 երկրին, վերջնական զգուշացում է տվել, որ սանկցիաների տակ կընկնեք, եթե շարունակեք թույլ տալ Ռուսաստանին ստանալ ով այդ բանը տվել երկակի արևմուտքը, Եվրամիություն, Միացյալ Նահանգներ։ Հիմա Միացյալ Նահանգներից եք խոսենք, վերջի հայտարարությունը Գրեմի, գիտեք, երևի տվել եք, թե չէ Թրամփի հետ կապված Ռուսաստանի պատժամիջոցների մասով։ Չէ։ Այս այդ խոսենք, հա։ Եվ եթե այս տեսանկյունից հետաքրքրական է մենք հիմա նայենք հարաբերությունների վատացման նաև այս կոնտեքստը, թե ինչու կարող էր այսպիսի վերջի շրջանում սա բան չի, Լավրովի հայտարարությունը եզակի չէ, մենք տեսնում ենք Օվերչուկի հայտարարությունները, Գալուզինի հայտարարությունները, այո, բայց հասունացել էր, արդեն խնդրեմ կար։ Երկրորդ մասում էլ փորձենք այդ տեսանկյունից դիտարկել։ Հիմա գովազդ վերադառնանք ու կշարունակենք զրույցը Արմեն Չիբոյանը։ Serial ես փնտրում։ Տանդեմ սերիայի նոր էպիզոդն ես ման գալիս։ Դու դեռ փնտրում ես, մինչդեռ վիդեոն տապալվեց։ Գովազդը բացվեց։ Քեզանից գումար շորթեցին, իսկ դու դեռ հույսում ես։ Մինչ դու փնտրում ես հարթակներ առանց վիրուսների, անverջ սպասում ես, նյարդայնանում ես, իրենք արդեն սերիա 13-ի վերջն են։ Arflix պլատֆորմում մի փնտրիր, ուղակի դիտիր։ Դասամիջոց, տանդեմ, սոս ինձ, ընդամենը մի կյանք, կայսրության թևերը, շատ շուտով արդեն Vendetta։ Բաժանորդագրվիր հիմա եւ բացահայտիր սերիաների թեժ զարգացումները առանց սահմանափակումների։ Շաբաթական նոր սերիաները սպասում են քեզ անմիջապես Arflix-ում։ Մի կորի ֆեյքերում, մի փնտրի պատճեններ։ Բարի գալուստ Arflix։ Դիտիր իրականը, պարզ, որակով հասանելի։ Ոչ մի անհասկանալի կայք, ոչ մի վիրուս, ոչ մի վտանգավոր գովազդ։ Միայն զվարճանք, երբ դու ես ընտրում ինչ եւ երբ դիտել։ Arflix-ը դա այն հարթակն է, որտեղ ճիշտ ժամանցը հանդիպում է հայկական ինքնատիպության հետ։ Միացիր այսօր, աջակցիր քո մշակույթին, ընտրիր միայն լավագույնը։ Բաժանորդագրվիր հիմա 3w.arflix.com։ Շարունակում ենք ծրագիրը եւ զրույցը վերլուծաբան Արմեն Չիբոյանի հետ։ Արմեն թեման դեռ ջրտանում է, չէ՞։ Այո, հետաքրքիր, այս օրինակ ուզում բերեմ։ Ուրեմն մի քանի օր առաջ Օվերչուկը ասեց, որ քանի որ դուք գնում եք Եվրամիություն, բայց չեն գնում, ակնհայտորեն դա Հայաստանի իշխանությունները հայտարարել են, Արարատ Միրզոյանն է Մոսկվայում ասեց, հանգստացեք, մենք ոչ միտեղ չենք գնում, օրենքը ընդունել են։ Բայց ինչ ասում Օվերչուկը, ասում այ որ դուք ուզում ասել, որ եթե Հայաստանը դառնա Եվրամիության անդամ, ընդ որում Եվրամիության անդամ Աստված գիտի, երբ կդառնա, մի հատ ազատ առևտրի անդամ դառնաց եւ այլ։ Ասում կարող է ապրանքներ ներմուծվեն Ռուսաստան, որ չի համապատասխան։ Ուրեմն մի քանի օր առաջ Պետերբուրգում իրանց այդ տնտեսական ֆորումներ, որտեղ այն կատաստրոֆիկ վիճակ էր, խոստովանեցին։ Ուրեմն ասում են, խոստովանում են, որ Ռուսաստանում արտադրվող սննդամթերքը անգամ սկսել է էլ ավելի վատ որակի է դարձել, որտեղ չեն կարողանում պահել ինչ չափան, առավոտել այն վաղտե չափանիշ չկար։ Հիմա շատ ավելի վատ որակի է, որովհետև ունեն, որտեղ գրեթե բոլոր ապրանքները Ռուսաստանում անգամ, չգիտեմ, սերմացու, կոպիտ ասած, բերում էին, որ ցանեին, ենթադրենք, կամ պարարտանյութ, որ պետք է օգտագործեին, բարձրորակ բաները ներկրվում էին դրսից։ Եվ Ռուսաստանում շատ տարբեր բան, կոպիտ օրինակ եմ բերում։ Եվ Ռուսաստանի արտադրվող ամեն ինչը գրեթե որակի խնդիր ունի, արդեն շատ լուրջ առաջ էլ խափում էին որակի պահով, որտեղ հիմա առավել եւս որակի խնդիր ունի։
Եվ այս իմաստով, եթե Հայաստանը դառնում է Եվրամիության անդամ, այն ինչ որ մտնելու է Ռուսաստան, 10 անգամ ավելի բարձր որակի է լինելու։ Հիմա հարց հետեւաբար, բա ինչի են այսպիսի բան ասում։ Պրոբլեմը հետեւյալն է, որ քանի որ ուրեմն այն ժամանակ ես տեղեկություն որոշակիորեն կասկած հայտնեցի, որ կա այդպիսի ճնշում, որը ժամանակ առաջ մեր երկրների վրա, ուրեմն Լինսի Գրահամը գոլֆ է խաղացել Թրամփի հետ, եւ Թրամփը ասել է ժամանակն է պատժամիջոցների օրինագիծը Ռուսաստանի նկատմամբ գործի դնել։ Այսինքն այդ 3 էր կարծեմ, այո, ասվեցով ինքը։ Այո, դե բնականաբար, բայց Թրամփը հասկանում է, որպեսզի Պուտինին բերի սեղան, ինքը ամենակարևոր բանը, որ ինքը կարող էր անելու չերևա, դա ստիպել այն երկրներին, ովքեր մեծ քանակությամբ թողում են իրենց երկրներից ապրանքներ, այսինքն տեղից սկսել։ Այդտեղ ինքը պարտադիր չէր, որպեսզի երևար ու ցույց տար, որ ինքը երևացել է, հա, ինքը տես տակից ճնշում կգործադրեր ու կարիք չէր լինի սպառնալ։ Եվ վստահաբար ստեղ տեղի ունենում իրավիճակ, երբ որ ռուսները սկսել են չստանալ, եւ դա երևում է նաեւ Ռուսաստանի շատ տվյալներից, եւ տնտեսության եւ արտադրության դանդաղեցումից եւ այլն, եւ տեսակ որ Պուտինը Մինսկում հայտարարեց, որ իրեն կրճատում են ռազմական ծախսերը։ Իհարկե մենք այս բոլոր հայտարարություններին ուրեմն ոչ Թրամփի ոչ Պուտինի չենք կարող առավելևս Պուտինի այսպես միանշանակ ընդունել, պետք է տեսնենք ի վերջո, բայց մոտավորապես տրամաբանությունը հասկանում ենք։ Հիմա խնդիրը հետեւյալն է, որ մի որոշ ժամանակ առաջ Հայաստան-Իրան սահմանին կուտակումներ էին, ես ինչքան գիտեմ, մինչև հիմա էլ խստացվել է, այսինքն ստուգումները որ գալիս էին, եւ Վրաստան-Հայաստան սահմանին տեսակ կոնյակի հարցը, Ռուսաստան-Լարսում եւ ասենք այնտեղ սկսած ինչ որ մրգերի Պարսկաստանի հետ պարզ է պատերազմի պատճառով եղավ այդ։ Չէ, միջև պատերազմներ, միջև պատերազմը 2-3 ամիս է, այս խնդիր կա Պարսկաստանի սահմանին եւ ենթադրում եմ սա, որտեղ Պարսկաստանից դուք գիտեք բաներ կա։ Բայց Պարսկաստան-Հայաստան սահմանը կամ մերոնք պիտի եսքեն կամ Պարսկաստան, այստեղ Այո, մերոնք են վերախստացրել վերահսկողությունը։ Որ սխալ բան չկա։ Այո, մերոնք են խստացրել վերահսկողությունը։ Եվ բայց Վրաստանի մասով վրացիներն էին խստացրել վերահսկողությունը, որովհետև հավանաբար շատ բաներ դե գալիս է Պարսկաստանով, Վրաստանով գնում է։ Մի խոսքով, այստեղ երկար ժամանակ դուք գիտեք, այդ process-ը կար, չէին կարողանում վրացիներից պայմանավորվել, հետո ռուսները սկսեցին սխմել մեր ուրեմն այդ գյուղատնտեսական ապրանքի հետ կապված եւ այլն այսպես իրենք ռոսխոս, ռոսերխոս նոձորա ինչ այ այլն։ Այսինքն այս ամեն ինչի արդյունքում մենք գալիս ենք, որ ռուսները, որը Հայաստանը որպես հաբ էին այդ առումով օգտագործում, ասենք, հա, կամ այսպես դա ռեէքսպորտի համար տարածքներ, այլևս չեն կարողանում որքան հասկանում եմ ստանալ ինչ որ եւ այստեղից արդեն նաեւ ըստեղ էլ սկսվեց լարվածությունը, այսինքն այս լարվածությունը դե գլոբալանում է որ վաղը միսօր չեն կարող։ Այո, եւ այս խոսակցությունները, որ իրանք սկսեցին բարձրաձայնել, թե այ դուք եթե գնաք եւ այլ, Հայաստանը հայտարարել է, որ մենք ոչ միտեղ չենք գնում եւ դա մենք եւ յատում ենք հայտարարել որ չեն գնում, բայց մենք անդամակցության բան արդեն չէ։ Օրենքը, բայց ոչ մի բան չի ենթադրում։ Դե Արադ Միրզոյանը Մոսկվայում դա ասեց իրենց, ասեց դա օրենք է, որը ցանկությունների մասին է եւ ասեց, բայց այնտեղ հայտարարեց, ասեց մենք չենք գնում ոչ միտեղ։ Դա ոչ մի բան չի նշանակում։ Հենց Մոսկվայում Արադ Միրզոյանը հայտարարեց, ասեց որ հանգիստ եղեք։ Այսինքն հակասական բան կա դրա մեջ։ Հակասական բան կա, ընդունում եմ։ Դուք ճիշտ եք ասում, եթե դու այդպիսի օրենք ես ընդունում, ուրեմն դու պետք է հստակ քայլեր անես, ակնհայտորեն։ Բայց մի անգամ չէ։ Եւ բացի դրանից էլ գրեթե բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարեցին Հայաստանի, որ մենք ԵԱՏՄ-ն լքելու մտադրություն չունենք։ Լսել եք երևի։ Այսինքն իսկ եթե դու չունես ԵԱՏՄ-ն լքելու մտադրություն, նշանակում է դու չես գնում Եվրոպա, որտեվ եթե դու ԵԱՏՄ-ն ես ինչպես առայժմ չունեմ, առայժմ չեմ գնում։ Այո։ Վաղը իրավիճակը մի քիչ բան կլինի կամ դագապլանները արդեն։ Դե գուցե հա, այդ տրամաբանությամբ կարող է, բայց այս պահին բոլորը ասում են մենք հələ ասում են, մենք պատրաստվում ենք խորացնել այս հարաբերությունները։ Հիմա թե ինչ է կատարվում այս իրականում, տակը, այսինքն տակը ինչ կա, այս լարվածության նաև էլի, որովհետև զուգահեռաբար նաև ասում մենք տեսնում ենք լարվածություն Ադրբեջանից եւ սա նաև գլոբալ ակնհայտորեն ոչ միայն մենք տեսանք այդ հայտարարությունը, երբ որ Պուտինը արեց, ակնհայտորեն Պուտինը չի ուզում ջղայնացնի պարոն Թրամփին, այս իմաստով փորձում է ցույց տալ, իլյուզիա ստեղծել, որ ինքը պակասացնում է օխ ռազմական ծախսերը, բայց ամեն օր ավելի ահռելի է սպանում Ուկրաինայի խաղաղ բնակչությանը, բայց հետաքրքրական իրավիճակները Արմեն, այսպեսի բան կարելի է եզրահանգել, որ ինչքան ռուսական կայսրությունը թուլանում է, այնքան կապերը իր հետ փորձում են, ասենք, խզել Հայաստանը, Ադրբեջանը եւ այլն եւ այլն։ Ոչ թե խզել, այո, այստեղ հենց ավելի քիչ արժեք են ստանում։ Գլոբալ շատ ճիշտ եք ասում, այսինքն էսեն է, որ նույն մեծ մեկ ես մեկնաբանում եմ, որ Փաշինյանի այցը Թուրքիա
այսպես առանձին կարգավիճակով դուրս չեկավ Ռուսաստանին, այսինքն գլոբալ էս ամբողջ process-ը դուք շատ ճիշտ նշեցիք, Ռուսաստանի դերի թուլացման մասին, հիմա ռուսամետների խնդրում ենք հեռու մնալ էկրաններից, հանկարծ տրավմա չստանան, բայց բերում է դրան եւ սա ակնհայտ է, չէ՞ երևում է, որ դա գալու էր տրամաբանական։ Շնորհակալություն Արմեն։ Այսքան այսօրվա համար սիրելիներ, կհանդիպենք վաղը, մինչ տեսություն։ Հաջողություն։